Հիսուս Քրիստոսյանով ողջունեմ ձեզ բոլորդ այս արավոտ, որ դերոջը դուն եկած եք հիշադակելու Սուրբ Հոգվույն հիշադակության օրը։ Հոդնգայս պիտի երգենք 102-րդ երգը Իջիր արքա հզոր։ Մինչ ոտքի ենք, մեր փոխադարձ ընթերցումը պիտի լաթիվ 24, հոգեկալուստ։ Անոնց հետ գտնված ադեն գաբսպրեր անոնց, որ Երուսաղեմ հետ չհերանան, հաբա սպասեն հորը խոսմունքին, վասնզի իրավ Հովանես չրով մգրդեց, բայց ցուկ ասկե շատ օրեր չանցած Սուրբ Հոգիով պիտի մգրդվիք։ Սուրբ Հոգին ձեր վրա եկած ադենը զորություն պիտի առնեք, ու ինձ համար վկաներ պիտի ըլլա Երուսաղեմի մեջ և բոլոր Հրեաստանի ու Սամարիայի մեջ ու մինչև երկրի ծայրերը։ Անոնք ամենը միապանությամբ միշտ աղոթք ու աղաչանք կնեին, և երբ Պենտեկոստեի օրը հասավ, ամենն ալ միապան մեկտեղ էին, ու հանգարձակի երկինքեն ցայն եղավ, սասկաշունչ հովի մցայնին պես, և բոլոր դունը լեցուց։ Եվ հաշված ձեզներ երեցաններից, որպես է գրագել, ու ամեն մեկն վրա նստավ, և ամենն ալ հոգով սրբով լեցվեցան, ու սկսան ուրիշ լեզուներով խոսիլ, ինչպես հոգին իրենց խոսիլ ու տար։ Եվ բազմությունը մեկտեղ եկավ ու խռովեցավ, ամենն ալ կսկանչանային ու կզարմանային, և իրարու գսեին, չէ որ ասոնք ամենն ալ որ կխոսին Գալիլեացի են, ինչպես կլսենք մեր ամեն մեկ լեզվովը, որում մեջ ծնած ենք։ Բայց Պետրոս խոսեցավ անոնց, ասիգա այն է, որ հոբեր մարգարեից հետո ըսվեցավ, վերջին օրերը գսե Աստված, իմ հոգիս ամեն մարմնի վրա պիտի թափեմ։ Ու ձեր դղակը և աղջիկները պիտի մարգարեանան, ձեր երիտասարդները դեսիլքներ պիտի տեսնեն, և ձեր ձերերը երազներ պիտի տեսնեն։ Ու իմ ծառաներուս վրա, ու իմ աղախիններուս վրա, այն օրերը իմ հոգիս պիտի թափեմ,
ու պիտի մարգարեանան։ Դեր օրհներ խոսքին ընթերցումը գհրավիրեմ հովիվը, որ մեզ աղոթքով դերոջ կահում մոտեցնե։ Ով դեր շնորհակալության հոգիով քո առջևդ գուքանք այս հարավոտ, գուքանք մեր սրտին քո ունակությունը հայտնելու, գուքանք քեզ բաշխելու, մեծարելու, որովհետև սկանչելի գործերիր մեր կյանքերում մեջ։ Շնորհակալ ենք, որ քո սիրովդ մեզի հետ վարվեցար եւ մեր անմահ հոգիներուն փրկության համար աշխարհ եկար Տեր Հիսուս, որբեսի մեզի կյանք շնորհես, որբեսի հույս շնորհես, ներշնչես եւ մեղքերու թողություն ստանանք։ Շնորհակալ ենք, ով Տեր, փառք ուտանք եւ ուրախությամբ ներկայության դարձև եկած ենք եւ մեր սրտին խորերեն շնորհակալություն գայտնենք, որ դու մեզ որբ չթողեցիր, հաբա խոստացյալ Սուրբ Հոգին ղրգեցիր եւ ան մեր մեջ կփնագի, մեզ գարաչնորթե ամեն ճշմարտության մեզ քո խոսքը հասկանալի կդարձնե, կմխիթարե, կզորացնե եւ պետք եղած զորությունը կհայթայթե, որբեսի ապրենք այն կյանքը, որուն համար կանչվեցանք։ Այո Տեր, մեր վայելած փառիկները անթիվ եւ անհամար են, որոնց համար միապերան փառք եւ շնորհակալություն գայտնենք եւ կխնդրենք, որ այս բահը օրհնես, քո օրհնությունը թանկչի մեր վրա, Սուրբ Հոգին գահանցնենք եւ գուզենք, որ մեր սրտերու մեջ կորձե առաջնորդե այս բահը սկիզբեն մինչև վերջ եւ քո անունը փառավորվի։ Ով Տեր, մեր նյութերուն համար գաղոթենք, հիվանդներ ունենք, սգավորներ կան, հատուկ վիճակներու մատնվողներ կան, ֆիզիկապես, հոգեպես դարաբողներ կան, ով Տեր, բոլորը քեզի գարիք ունին, գաղոթենք իրենց անուններով, որբեսի դու օգնության հասնես։ Ով Տեր, գաղոթենք նաև մեր հայրենիքին համար, այցելես մեր ժողովուրդը, գրոնական տասագարքե միջև քաղաքական, մեծե միջև փոքրը, որբեսի Տեր քու սիրովդ համերաշխությամբ կործեն, զարայեն, իբարս մեր ժողովրդին, փարորության եւ վերելքին։ Մեր նյութերը շատ են Տեր, բոլորը քեզի կբերենք եւ կսպասենք, որ դու պատասխանես։ Այո Տեր, այս բահվա մեջ նաև գիշենք այն մեծ բարգևը Սուրբ Հոգին բնակությունը, որ մեր մեջ կվայելենք։ Այո Տեր, իրապես մենք օրհնված ենք, մենք ուրախ ենք, խաղ ենք քեզմով, որովհետև այդ բոլոր օրհնությունները անարժանապար կվայելենք, գիտակցենք, թե դու որքան մեզ սիրած ես, գիտակցենք մեր վիճակին, թե մենք հող ու փոշի ենք, դգարություններով լեցուն արարածներ ենք, թերություններ ունենք, բայց այսօր այդ մեկտեղ դու քո սերդ ամեն օր կհայտնես եւ մասնավոր քո հոգիդ Սուրբ Հոգին ղրգեցիր, որբեսի մեր մեջ բնակելով մեր կյանքերը ջոխացնե եւ առաջնորդե խաղաղության մեջ։ Շնորհակալ ենք, ով Տեր, եւ կխնդրենք, որ այս պաշտամուկը սկիզբեն մինչև վերջ օրհնես խոսքիդ մատակարարությունը, բոլորիս շինությունը լա եւ նաեւ գաղոթենք բոլոր այն եկեղեցիներու մեջ, ուր խոսքդ կքարոզվի, հոնալ քորտությունը թանկչի եւ խոսքիդ քարոզված խոսքիդ մատակարարությունը, շինությունը լա, մխիթարությունը լա եւ Տեր քու եկեղեցիդ, քու զավակներուդ մտային եւ հոգեվոր առողջության նպաստե, այսպեսով մենք մտղափեր կյանքեր ապրելով երրորդությունը փառավորենք։ Մեր փրկին անունով գաղութենք այս բոլորը անարժանապար։ Ամեն։ Ամեն։ Այս շաբթվա ընթացքին շնորհակալության եւ քաջալերության հերացային մստացա Կալիֆոռնիայեն համացանցի վրա մեզի հետևող Լուսինքուր Մանջելիկյանի գոմե 98 տարեկան, որ իր դարիքի բաճարավ չի գրնար եկեղեցի հաջախել, սակայն գեհդեվի համացանցի վրա մեր պաշտամունքին մասնավոր շնորհակալություն հայտնեց եւ իսկապես ես ուրախացա, քաջալերվեցա, որ այսպես հերացայիններ գուքան եւ քաջալերեն։
Ուստի իրեն գուզեի ես Սամուս 92-ին համարմը ծոնել, դերոջը դանը մեջ տնգվածները մեր աստուծույն սրահներում մեջ պիտի ձաղգին, ձերության ադենալ բդուղ պիտի դան, բարարդ ու գանանչ պիտի մնան, որբեսի բատմեն թե դերը ուղիղ է, անիգա իմ վեմս ու իմ անիրավություն չգա անորքով։ Այս համարը գուզեի իրեն դալ կաչալերելու զինք, կաչալերությունը սիրելներ շատ լավ բան մնե, որ իրարու պետք է կաչալերենք, զորացնենք լա խոսքով, լա աղոթքով։ Ուրեմն հետևյալ երգը մաղթանք մը բիդելլա լուսին քրոջ, բիդի երգենք 832-րդ երգը։ Հիսուս կուզե բդղադու լան բոլոր փրկյալ իր զավակներն։ Մաղթանք որ լուսին քույրնա իր հարաճած դարիքի մեջ դերոջ համար բդուղ փերող զավակ մլա եւ փարավորեզինք։ Մեր փարապանությունը շարունակենք երկելով 622-րդ երգը, որուն 4-րդ տունը զանց պիտենենք։ Փածվին այսօր երկնից կամարք, իջիր մեզի ով Սուրբ Հոգի։
Մեր վերջին երգը բիդելա 360-րդ երգը քաղցր խաղաղություն եւ հավատք հարաջուն Դեր շնորհավոր ամեն մեկը սկարանանք
հանցնել ամեն բան Սուրբ Հոգվույն առաջնորդության։ Աստծո սրբազան խոսքեն պիտի գարտամ Հովանու ավետարանին 14-րդ գլուխին 16-ին 17 համարները ետքը պիտի գարտամ նաև 26-րդ համարը Արաքյալը գսե ուրեմն 14-16-ին Ես ալ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ մը պիտի դա ցեզի որբեսի հավիդյան ցեզի հետ փնագի Ճշմարտության հոգին զոր այս աշխարհը չգրդար ընդունել վասնզի չտեսներ զանիգա ու չճանչնար զանիգա բայց դուք կճանչնաք զանիգա վասնզի ցերկով կփնագի եւ ցեր մեջ պիտի ըլլա 26-րդ համարը բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զոր հայրը իմանովս պիտի գրգե անիգա ցեզի փոլորը պիտի սորվեցնե Եվ ինչ որ ցեզի ասի միտկերնիտ պիտի փերը Նյութս պիտի ըլլա խոստումը գադարված Սուրբ Հոգին խոստումը Պենտեկոստեի արիթով այսօր ըստ եկեղեցվո օրայցուցին Պենտեկոստեի դոնն է Այն օրն է որ Սուրբ Հոգին Տեր Հիսուսին փոխարինեց Ան ըստանցնեց հավատացյալին առաջնորդությունը եւ զայն գարավարողը եւ մեզի համար մեծ դոմ մնա այս ուրախ դոմ մնա որովհետեւ Հիսուսը ասաց էր երբ աշակերտներուն հետ կգտնվեր ես կերտամ բայց ես որ չեմ թողու մխիթարիչը Սուրբ Հոգին կղրգեմ եւ ան ծեր մեջ պիտի փնագի Ցեզի հետ պիտելլա հավիդյան, ինչպես որ գարտացինք, այնպես որ փառք ուտանք, որ Աստված իր խոստումը գադարեց եւ Սուրբ Հոգին մեր մեջ կփնագի։ Երբ Պենտեկոստե գսենք, ինչ կհասկանանք, կարճ ագնարկ մուզեմ նետել։ Հրյաներ մի քանի գլխավոր դոներ ունեին, որոնց մեկը Պենտեկոստեի կամ հունցկերու դոն գոչվեր։ Հետևաբար Պենտեկոստե փարը հրյական դոնի մանունն է։ Պենտեկոստե։ Հունարեն Պենտեկոստե 50-րդ կնշանակե, որովհետև գդոնվեր զադիգեն 7 շաբաթ ետք։ Եբրայեցված օրայցուցին մեջ հիշվող երկրորդ գլխավոր դոնն է։ Նաև գոչվեր առաջին հունցկի դոն, որովհետև գնշեր ծորենի հունցկին սկիզբը, երբ հունցկին երախայրիկները Աստուծո գնձայվեր իբրև երախտագիտության նշան։ Ասիկա Քրիստոսի առաջ հրյաներ ու գլխավոր դոներեն մեկն էր։ Դոնը հիշադակն էր նաև Սինալերան վրա Աստուծո ուխտին գնքումին և օրենքին դպչության։ Աստված իր անհուն իմաստության մեջ հարմար դեսավ, որ այս հրյական դոնին արիթով, Պենտեկոստեի դոնին արիթով Սուրբ Հոգին վայրեջ կատարեր թեպի երկիր։ Եվ խոստումը գադարեց, փառք ուտանք, ինչպես որ գարտացինք, 16 և 26 համարները։ Սուրբ Հոգի մասին զանազան գաղափարներ կան հավատացյալներու մեջ։ Դժբախտաբար ծայրահեղ գաղափարներ ալ կան։ Տասագարդ մգա, որ սխալ բացատրության աստեցության տակ ինգած են և մարմնավոր զգացումներով չերմ պաշտամունքի ընթացքին 2 ժամ օդար ուժերու աստեցության տակ գինան, կարծելով թե Սուրբ Հոգիով մգրդված են և անոր զորությունը ստացած են։ Սակայն ժամանակը և կյանքը փաստած են,
թե այս մարդիկը Սուրբ Հոգին հետ որևէ գործ ունեցած չեն։ Բոլորը մարմնավոր զգացումներ էին միայն առանց ներքին փոփոխության։ Տասագարկ մնալ գա, որ հոգեգան խանգարումներու մատնված են, որովհետև իրենց ըսված է, որ մեկը եկած է, և երբ ցերքը գլուխիդ վրա գտնե, գաղութե և թուն Սուրբ Հոգին կստանաս։ Ասոնք ոչ թե Սուրբ Հոգին միայն չստացան, հաբա հոգեգան խանգարումներու մատնվեցան։ Քիշերները դարօրինակ ցայներ լսելու սկսած են և այլանդակ ցայներ։ Մինչև իսկ հիմարանոց կացողներ եղած են, ասոնք օդի մեջ են չեմ խոսիր, իրականություններ են։ Տասագարկ մնալ գա, որ երբեք չուզեր լսել կամ խոսիլ Սուրբ Հոգի մասին, ուստի բոլորովին դքետ կմնան։ Այս տասագարկի պատկանողներն ալ շատ են։ Մենք փառք կուտանք Աստուծո, որ խոստումը կատարվեցավ և մեր մեջ կփնակի։ Հետևաբար Սուրբ Հոգին քրիստոնյաներուն սրդի մեջ կփնակի և անոնց պաշտամունքներու ընթացքին մենք այնպես կհավատանք, որտև այդպես է, Հիսուսի ներկայությունը կվայելենք։ Հիսուսավ չէ, ցեզ որ չեմ թողու, կերտամ մխիթարի չգղրգեմ։ Հիմա եթե Հիսուս ֆիզիկապես մեր մեջ ներկա ալար, հոս նստեր, նստարանի վրա, արջևը նստեր, կհավատանք, որ Սուրբ Հոգին Հիսուսի փոխանորդն է, փոխարինողն է, ան ներկա է մեր մեջ։ Հիմա Սուրբ Հոգին մեր մեջ ներկա է։ Եվ երևակայեցեք Հիսուս մեր մեջ ներկա է ֆիզիկապես, ինչպես պիտի պաշտեինք դերը պաշտամունքի տածքին, այլանդակ շարժումներ պիտի ունեինք, քեդին պիտի ինայինք, բորալ գանչեինք, թե ոչ ամենայն երկյուղածության հարկանքով պիտի պաշտեինք, վախով ու թողով պիտի պաշտեինք, չլա որ սխալ բանենք։ Այդպես է Սուրբ Հոգին ոչ թե մեր մեջ միայն կփնակի, հաբա նաև մեր պաշտամունքներու ընթացքին մեզի հետ է։ Պենտեկոստեի տոնին առիթով այս օրհնյալ անձնավորության և անոր կատարած գործերը այս առավոտ կփափակի մեր խորհրդածության նյութը դարձնել, հիմք ունենալով Աստվածաշունչը ու ոչ թե մարդկային շինծու փորձառությունները։ Սուրբ Հոգին երրորդության երրորդ անձնավորությունն է։ Ճիշտ, նույն հավասար, ինչ որ մեր Հայր Աստուծույն կդրտմեցնեն, Հիսուսին կդրտմեցնեն, Սուրբ Հոգին ալ կդրտմեցնեն։ Այնպես որ Սուրբ Հոգին կտեսնենք որպես Աստված մեր մեջ, բնակող և մեզ առաջնորդող։ Ուրեմն մենք գիտակից ենք, որ Սուրբ Հոգին ներկա է։ Ճիշտ այնպես ինչպես Հիսուս ներկա պիտի ըլլար ֆիզիկապես։ Գործք առաքելոց երկրորդ գլուխի մեջ կգարտանք, թե Պենտեկոստեի տոնին առիթով Սուրբ Հոգին իջավ, պաշտոնապես երկիր իջավ և քերբնական թեփքեր նշաններով հայտնվեցավ, ինչպես սաստկաշունչ հով։ Գործք առաքելոց երկրորդ գլուխը գրնակ գարտալ։ Հոնգը գարտանք սաստկաշունչ հով։ Ինչ կհասկնակ սաստկաշունչ հով ըսելով, շատ զորավոր հով, ոչ թե ինչպես գարկ մսուտ մարգարեներ գպչեն ասպես գնեն, քեդին գինան, անշուշտ արջևի նստողները քեդին գինան, ոչ թե ետևը, որտև իր փչած Սուրբ Հոգին գերևի ետևը չի ասներ, սուտ մարգարեներ գվխտան այսօր փեմերու վրա, սաստկաշունչ հովն և բոլոր վերնադունը, բոլոր, ամենուն վրա նստավ, ուրեմն ասիկա նշան մներ և դեսանելի երևույթ ման, որպես թե գրագե բաժնված լեզուներ և ամեն մեկուն վրա, ոչ թե մի քանիներուն, ամեն մեկուն վրա, այսօրվա սուտ մարգարեները, որոնք Պենտեկոստեի օրվան գրկնումը
գոհոլովեն, որպես թե եղավ դարձյալ միայն մի քանի հոգիներ անալ արջևի նստարանները նստողներուն վրա գիչնե եւ գգարձեն, որ Պենտեկոստեի օրը գբայլեն։ Հոն գգարտան բոլոր մարդոց վրա։ Քանի հոգի էին 120 հոգի։ Բոլորին վրա։ Աստուծո հոգին իջավ։ Փրկության ծրագիրի մեջ երրորդության ամեն մեկ անձնավորություն դարբեր ժամանակաշրջաններու մեջ հրաշալի գերբով հայտնվեցան։ Եվ ասիգա Աստծո խոսքին ուսուցումն է, ցայդուն է։ Հայր Աստված երբ Մովսեսի հայտնվեցավ, ուր իջավ Սինա լերան վրա։ Ամբողջ լերը շարժեցավ եւ գմխար այդպես կգարտանք։ Քերպնական թեփ։ Երբ Քրիստոս գծնի Բեթլեմի մեջ, հոնալ քերպնական նշաններ երևցան։ Թեփքեր գդարվեցան։ Արդասովոր աստղը, հադուկ աստղը, հրեշտակը հովիվներուն ուրախության ավետիսը փոխանցել են երբ Ղուկաս 2-րդ գլուխի մեջ կգարտանք հրեշտակին հետ երկնային զորքերու բազմությունը, բահ երևակայեցեք, ոչ թե մի քանի հազար, երկնային զորքերու բազմությունը երգեին, զասված կքովափանեին։ Եվ երբ Սուրբ Հոգին գիչնե, հոնալ, քերպնական թեփքեր բադայեցան, որովհետև Սուրբ Հոգին դեսանելի չէ մարդոց աչքերուն, երկինքե սաստիկ հովի ցայմը լսվեցավ, եւ որպես թե գրագե դեսանելի լեզուներ երևցավ ամեն մեկուն գլուխին վրա, ոչ թե գրակ մեր քիծած գրագը, որպես թե գրագե լեզուներ երևցավ եւ Ղուկաս ավետարանը կնկարագրե գտեսնե 120 հոգի սաստկաշունչով եւ ամեն մեկուն գլուխին վրա որպես թե գրագե լեզումը գեցել բոլորին վրա ոչ թե մի քանի հոգիներուն վրա եւ որպես աբացույց այս եղավ Սուրբ Հոգվույ ներկայության որպեսի մարդիկ զորավոր երբով դեսնեն եւ աստեցիկ աբացույց մլա թե հիմնվող գրոնքը աստվածային գնիքը գգրել եւ շինցուփան չէր հետեւաբար ինչպես որ չենք խնդրել որ դարձյալ հայր Աստված Սինա լերան վրա իջնե լսերեք մեկ այդպես գաղոթե մեկ անգամ եղավ նույնպես չենք խնդրել որ Հիսուս դարձյալ ծնի որտեղ ծնավ նույնպես չենք խնդրել որ Սուրբ Հոգին դարձյալ իջնե ոչալ գաղոթենք որ Պենտեկոստե եղած քերպնական թեփքերը գտնվին ինչու համար որովհետև խոստումը գադարվեցավ մենք կհավաքվենք փառք տալու շնորհակալություն հայտնելու եւ ոչ թե բորալ գանչելով որ դարձյալ մեր մեջ իջնե Սուրբ Հոգին մեկ անգամ իջավ ու ներկայիս երկրի վրա գործե ինչպես ասի պետք է լավ ըմբռնենք ան դեր Հիսուսի ներկայությունը փոխարինած է Հիսուս համբարձավ ըսավ Սուրբ Հոգին պիտի ղրգեն եւ ղրգեց թե ոչ պիտի ղրգե ղրգեց փառք ուտանք եւ մեր մեջ կփնագի եթե Սուրբ Հոգին այս երկրի վրա փնագության վայր ունի այդ վայրը հավատացյալին սիրտի մեջն է ծեր մեջ պիտի փնագի ես ալհորը պիտի աղաչեմ ուրիշ մխիթարիչ պիտի լա որպես հավիտյան ցեզի հետ փնագի ուր հավիտյան թե ոչ հոս 50 60 70 տարի հավիտյան գսե հոս մեր սիրտի մեջ հոգի մեջ եւ երբ կմեկնենք այս աշխարհեն Սուրբ Հոգիով կմեկնենք որտեղ մեր հոգին Սուրբ Հոգին ցերկերում մեջն է Քրիստոս Գաբրի Սուրբ Հոգիով ուրեմն փառք ուտանք որ խոստումը գադարվեցավ եւ երբեք հավատացյալը բեք չունի աղոթելու որ Սուրբ Հոգի մեջ կա որտեղ
մեջը չէ գլուխին վրան է, ուսին վրան է, քիչ մեհերու է, այնպես որ հատուկ մեկը պիտի կա Գերմանիայեն եւ ասիկա եթե ցերկը վրա տնե գաղոթե եւ Սուրբ Հոգի մեջը կմտնե եւ ոչ թե դուրսը Սուրբ Հոգի մեր մեջ գփնագի եթե Պենտեկոստեի օրը գտնվելու համար աղոթենք սիրելներ զասված սուտ հանած կլանք այդպես չէ Աստուծո գսես որ խոստումը չի գդարեցի հիմա մենք հոս հավաքված ենք հաջիս այո հրյական տոն է Պենտեկոստեի օրը Սուրբ Հոգին այդպես հոնիչավ ուրեմն մենք հիմա հատուկ հայտարարությամբ հայտարարեցիք որ հավաքվենք եւ աղոթենք որ մեր մեջ իջնե Ստիքիդություն այս Փոխանակ հավաքվելու եւ շնորհակալ ենք ով հայր խոստումը գդարեցիր Սուրբ Հոգի մեր մեջ կփնագի եւ հիմա մենք եկած ենք մեր ուխտերը նորոգելու քեզի պիտի դրամատրվենք մեր միտքերը լուսավորե առաջնորդե մեզ եւ ոչ թե իջիր մեր մեջ փնագի մեր մեջ կփնագի փյուր փառք որ խոստումը գդարվեցավ շնորհակալություն գայտնենք Հռոմայացված գիրքին եւ Եփեսացված նամակեն եւ Հռոմայացված նամակեն համարը պիտի գարտամ հոնգսի արաքյալը 8:14-16 Վասնզի որոնք որ Աստուծո հոգիով գարաչնորթվին անոնք Աստուծո որդիներ են քանզի դուք ծառայության հոգին չարիք գրգին վախնալու հաբա որդեգրության հոգին արիք նույն ինք հոգին վկայություն կտա մեր հոգին հետ թե մենք Աստուծո որդիներն ենք իսկ Եփեսացիս առաջին գլուխի մեջ Արաքյալը գսե 13 որում վրա դուք հուսացաք երբ լսեցիք ճշմարտության խոսքը ձեր փրկության ավետարանը որու նաև հավատալով խոստացյալ Սուրբ Հոգուն շնորհքով գնքվեցաք խոստացյալ Մենք ժառանգագիցներ եղանք Քրիստոսով ինչպես սակայն Սուրբ Հոգին գնիքովը աբացույցած է մեր սրտերում մեջ Սուրբ Հոգին գփնագի ինչպես Արաքյալը գսե եթե որդիներ ուրեմն ժառանգներ Աստուծո ժառանգներ ու Քրիստոսի ժառանգագիցներ ինչ մեծ օրհնություն այս ինչ մեծ Աստուծո զավակը լալ Սուրբ Հոգի միջոցով գնիքը այո բոլոր մարդիկ Աստծո ստեղծագործություն է բայց բոլոր մարդիկ Աստծո զավակը չեն Աստծո զավակը լալով պետք է անոր ընտանիքի մեջ ծնես ուրիշ օրհնությունը Սուրբ Հոգին գոմե մեզի դրված Սուրբ Հոգիով խոսքը գահսկնանք ինչպես որ հոս կարտացին բայց մխիթարիչը Սուրբ Հոգին զորհայրը իմանով սպիտի գրգե անիգա ցեզի բոլորը պիտի սորվեցնե եւ ինչ որ ցեզի ասի միտքերնիտ պիտի փերը ինչ մեծ օրհնություն Սուրբ Հոգին գործը Սուրբ Հոգին մեր միտքը գլուսավորե նաեւ խոսքը հասկանալի կդարձնե Ուան հավատացյալին ամեն ճշմարտության գարաչնորդ է Հիմա մեկը գրնա հարցնել եթե այդպես է ինչու համար տասնյակ հարանվանություններ կան որոնք նաև ասոց մեջ Սուրբ Հոգի հոլովողներ շատ են Սուրբ Հոգին լեցունությունը եւ այլն լավ ինչու համար տեսակ այսօր պատասխանը շատ բարձ է հանցավորը Սուրբ Հոգին չէ հաբա մարդն է որ չուզեր ամեն ճշմարտության առաջնորդվել գսե ես այսպես կհավատամ հանդիպած եք այդպեսի մարդոց ես այսպես կհավատամ ես այսպես գիտեմ օքեյ այդպես գիտես այդպես կհավատաս շարունակե Սուրբ Հոգին չի գրնար ամեն ճշմարտության առաջնորդել ոչ թե անկարող է հաբա որովհետեւ մարդը չուզեր լեցուն են այս տասագարկի պատկանող մարդոց թիվը անթիվ եւ անհամար են եւ Սուրբ Հոգին ուրեմն չի գրնար ամեն ճշմարտության առաջնորդել Սուրբ Հոգին գործերը մեկը սիրելներ քան թագակորձի գործը գադարել է
Մեկը տեսած է քանթակորձը ինչպես կաշխատի։ Արջևը անդաշ ժայր մգա եւ վարպետը, մասնակետը կաշխատի վրան, կաշխատի։ Սա դարբերությամբ քանթակորձին դրամատրությանը դակ անգենտան քար մգա։ Իսկ Սուրբ Հոգին դրամատրությանը դակ անձնավորություն մգա։ Հոգի միտք ունեցող մգա, գամք ունեցող մգա։ Եվ Սուրբ Հոգին ուզե որ մեկ դրամատրվին գիրեն, որպեսզի մեզի ցևի փերը եւ առաջնորդ է ամեն ճշմարտության։ Գրնան գսել դեղդ նստիր։ Սուրբ Հոգին մեղ մգմատնանշե, խրատ մգուդա, գլսե, նո, ոչ, հաշիվից չի կար կուսածը։ Հոն, նստե, ուրիշ պան մսելիք ունիս, ասե, մդիկ կնեմ, եթե հաշիվից եկա։ Մարդիկ այս տիրկը պրնած են, չեն ուզեր։ Հետևաբար երբ մեղքի մեջ գաբրինք, մեր միտքերը անպետք եւ հագասուրբ քրային բաներով լեցված, պետք է ամենը հոժարինք, որ Սուրբ Հոգին դուրս հանե։ Անհաջելի փնավորություններ, սովորություններ, թույլ պիտի տանք, որ Սուրբ Հոգին մեզի դաշե եւ մեր կյանքերեն դուրս հանե։ Երբ որ աբաշխարեցինք փոլորուսալ եւ ամեն մարդ որ գաբաշխարե, Հիսուս գները մեր փոլոր մեղքերը, ամենավատ մեղավորնալ, փոլոր մեղքերը գները, ասոր ոչ մի գասկած, մեկ եթե 40 տարեկանին սիրտը Հիսուսի դպավ հրավիրեց, հասկացավ վաղ Տեր Հիսուս, որքան մեղավոր մնեմ, ինձի համար աշխարհ գուկաս գնթունիմ ներենցի 40-50 տարի մեղքի մեջ գները փոլորնալ։ Բայց հոս աղբեր հավաքած է 40 տարի հոս լեցուցեր է, փնավորություններ գազմած է, ասող բոլոր պետք է դուրս ելնեն, աղբեր են, պետք է Քրիստոսավայել վարմունք ունենա, փնավորություններ, քեշ փնավորություններ են, սովորություններ են ցերփազատվի, ասիգա մեկ կոճակ գողելով չլար։ Թույլ պիտի տանք, որ Սուրբ Հոգին մեր մեջ աշխատի։ Ուրեմն ան գսկսի աշխատի, երբ որ մենք գթույլատրենք, ան մեր մեջ կփնագի, անոր համար գսե, մի դրտմեցնեք, մի մարեք, Սուրբ Հոգի մի մարեք, որ ծեր մեջ կփնագի։ Մեկը գրնա 20-30-40 տարի եկեղեցի էր տալ, նույն մարդն է, փոխված չէ, եւ կբարձենա, որ լավակուն համայնքին կպատկանի, լավակուն քարոզիչը պետք կնե, լավակուն եւ այլ կբարձենա, բայց փոխված չէ, նույն մարդն է։ Դարձյալ մեղավոր մարդուն վերստին ծնունդ կուտա։ Սուրբ Հոգին գործերը մեգնալ այս է։ Մեր Տերը Նիկոդիմոսին հստակ գրավ, երբ ասավ, պետք է քեզի նորեն ծնանիս։ Ինչպես հոգիով եւ ջուրով։ Նիկոդիմոս չի հասկացավ։ Ինչպես ես մեծ մարդ նորեն մորս որովայնը մտնեմ, նորեն դուրս ելնեմ, ինչպես բիլա։ Եվ Հիսուս բացատրեց, կարդացեք 3-րդ գլուխ Հովանում։ Հովը գուքա գփչե դու չես գիտեր, ուր գեգուքա եւ ուր գերտա։ Բայց անոր թողած աստեցությունը, անոր թողած հետքը հայտնի է։ Եթե զորավոր հով մըլլա, հետքը գցիկ է։ Ճիշտ այդպես է։ Սուրբ Հոգին երբ գծնիս, Սուրբ Հոգին ծնիլ գուտա, իր հետքերը գցիկ է։ Սուրբ Հոգին ծնիլնալ ճիշտ այդպես է։ Չենք գիտեր ինչպես եղավ չենք գիտեր, բայց աստեցությունը եւ հետքը մեր կյանքերուն վրա գտող է։ Երբ մեկը վերստին ծնունդ կունենա, կյանքը կհեղաշրջվի, սիրտը կփոխվի, մտածելակերպը կփոխվի, կյանքին նկատմամբ դարբեր նայված կունենա, թիրքորոշումը կփոխվի, ամեն բան նոր կլա։ Սուրբ Հոգին ծնած մարդուն կյանքի մեջ հետքերը հստակ են։ Երևի եւ շուրջը մարդոց հայտնի կլա, գիտեն,
մարդիկ, որոնք գիտեն գսեն ասու զարմանքով գսեն, ինչ եղավ աս մարդուն։ Աս մարդուն մենք կճաշտանք, կբորար կգանչեր, մեր վերը կնստեր, ասոր ցայնը միշտ կլսեին, կնոջ վրա կբորը արփեցող էր, խմող էր, ասեր, աներ եւ այլն։ Հիմա ինչ եղավ ասի Սուրբ Գիրքը ցերկը եկեղեցի գերտա։ Ինչ եղավ աս վերստին ծնունդ ունեցավ։ Դերը երբ ասավ մարմինեն ծնածը մարմին է, հոգին ծնածը հոգի է, ասել ուզեց այս երկուք իրար մե դարբերը։ Ինչպես որ մեկը մարմինեն գծնի հղանալով Հիսուս ասել ուզեց Նիկոդիմոս եւ բոլոր անոց որոնք վերստի ծնած չեն պետք է հղացվիս ինչպես Աստուծո խոսքով գլսես եւ Սուրբ Հոգուն ներկործությունով ու երբ գորոշես Դեր Հիսուսը գտնունիս գծնիս հոգիտ գծնի նոր մարդ կլաս Եթե մեկը Քրիստոսի մեջ է անիգա նոր ստեղծված բան է Հիներ անցան եւ ամեն բան նոր եղան Աստված իր սիրովը գխոսի Սուրբ Հոգին գկործե շատ միջոցներով գկործե գխոսի գաշխատի համոզել մարդուն Եթե մարդը խոնարի աղեք Եթե ոչ մերժե այն ադեն Սարսափելի Թադաստանը կսպասե Ուրեմն Աստված Թադաստանին օրը Սուրբ Հոգին եւ իր խոսքը վգա պիտի գանչի Ահակ որ Երանի թե օգտվիս եթե մեր մեծ սիրելներ կան որոնք դակավին նորեն ծնած չեն վերստին ծնած չեն եւ գփավարարվին ինքնարդարության սկեստը հագնելով ասել նայր ես սիրտս բարի ես մեկ վրաս չեմ մներ ես եկեղեցիս կերտամ այնպես որ ինձ հակից ցկեցեք հարցը հակից ցկելու չցկելու հարցը քո ամա հավիդենական հոգիտ աբահովե Դեր Հիսուսը ընդունելով այդ հոգին պետք է նորեն ծնի Աստծո փառք ուտանք Սուրբ Հոգվույն ներկայության համար Փյուր փառք ուտանք այսօր կհիշենք Պենտեկոստեի օրը ինչ որ եղավ եւ Սուրբ Հոգին իջավ ըսկանչելի երբով կործեց Ամենայն բադասխանադուվությամբ պետք է վարվենք Սուրբ Հոգվույն բնակության հետ Գադակ չնենք ինչպես որ Հայր Աստուծո արչև գմոդենանք անոր հետ գաղոթենք գխոսենք երկյուղածությամբ Սուրբ Հոգին այդպես է երկյուղածությամբ անոր հնազանդելու ենք այնպես որ որպես հավատացյալներ այս Պենտեկոստեի դոնին արիթով անշուշտ ոչ թե այս արիթով միայն հաբա միշտ ոչ թե խնդրենք հաբա դրամատրվինք Սուրբ Հոգին խոստանալով որ այլևս մենք մնալ պիտի չդրտմեցնենք գխոստանակ Երանի մարդիկ այսօր համար գոչն են Պենտեկոստեի օրը հավաքվին եւ խոստանան ասեն ով դեր ես գորոշեմ այլևս պիտի չդրտմեցնեմ քեզի պիտի չմարեցնեմ եւ գխոստանամ որ եթե ինձի խոսիս պիտի չլրեցնեմ հաբա պիտի հնազանդիմ սիրտս պիտի չխստացնեմ այս աղոթքով այս ուխտերով մեր ուխտերը գնորոքենք Սուրբ Հոգին անտեպ թույլ տալ որ անմեզ ամեն ճշմարտության առաջնորդ է եւ ոչ թե ես այսպես կհավատամ ես այս գիտեմ ոչ հաբա մեր ուխտերը նորոքենք Սուրբ Հոգվույն գոմե մեր վայելած օրհնություններուն թիմած այս լալու է մեր թիրքը ամեն օր երբ աչքդ կփանաս ասե ով դեր սելֆոն արդել են առաջ ասե ով դեր Սուրբ Հոգի ասված այսօր ալ քեզի կդրամատրվին առաջնորդ է ինձի այսպեսով Սուրբ Հոգիով գլեցվինք եւ ոչ թե մեր սրտերու մեջ ամեն տեսակ աղբեր կան հոս լեցուն է եւ դարին անգամը գահավավքինք որբեսի Սուրբ Հոգիով լեցվինք Սուրբ մխիթարությունները գուզես Սուրբ Հոգիով լեցվին ամեն օր
ըստ ով Սուրբ Հոգի Աստված այսօր ալ ինձ առաջնորդ է եւ դες ինչ ըսկանչելի կորձեր բիդնե քու կյանքիդ մեջ եւ միջոցով իբարս երրորդության ամեն Շնորհակալ ենք կատարված խոստումին համար, նաև դեր շնորհ որ ցանված խոսքերը օրհնություն, շինություն հարաճվեն մեր կյանքերում մեջ եւ գարնանք արդացոլալ մեր շրջիններուն Սուրբ Հոգին շնորհքը։ Պիտի վերջացնենք երկելով 406-րդ երգը Սուրբ Հոգի լուսավորեզիս Սուրբ Հոգի լույս երկնային Տուն հոգիս լուսավոր է ծրվեմուտ կիշերային ծորեգվան բաշտ լույս Սուրբ Հոգի հսոր Աստված զորության իմ սիրտ մաքրել ներսից ժողով վերած իշխանության Սուրբ Հոգի մխիթարիչ Զարդյալս մխիթարե Սրդիս միշտեր խոցողիչ Ուրախության Սուրբ Հոգի ամենազոր սիրտ մտի ով կնակ է և վերցուր դու կերս Այով դեր մեր ուխտերը գնորոքենք եւ այս երկով կփարսրացնենք մեր աղոթքը գուզենք որ ով Սուրբ Հոգի Աստված մեզ գարավարես մեր մտքերը լուսավորես եւ առաջնորդես այնպեսի կյանքի մեջ որ երրորդությունը կփարավորե այս ուղղությամբ բոլորիս շնորհ կնես որբեսի այս յուրաքանչյուրիս փորձառությունը լա ոչ թե միայն Սուրբ Հոգի մասին խոսենք, անով բարձենանք, հապա հնազանդենք և դեր մեր կյանքերում մեջ ցույց տանք Սուրբ Հոգիի բդուղը։ Արձակե մեզ քո խաղաղությանդ այսօրվա մնացյալ բահերում մեջ և քալիք օրերում մեջ առաջնորդե մեզ ով Սուրբ Հոգի Աստված Հիսուսի անունով ամեն։ Ամեն